Աշխարհի համար դա սթրեսային շոկ է լինելու։ Մենք դեռևս 79-80-ական թվականներին նույնպիսի իրավիճակ ունեցել ենք, բայց այն ժամանակվա քաղաքական իրողությունները մի քիչ այլ էին։ Եվ ծավալները, հնարավոր բախման այդ ռազմական հետևանքները մի քիչ այլ էին։ Հիմա դրանից զատ աշխարհը այսօր կանգնած է այնպիսի տեխնոլոգիական զարգացման փուլի մեջ, եւ յուրաքանչյուր ընդհանրենք նավթավերամշակական գործարանի նույնիսկ խափանումը, չեմ ասում ռմբակոծությունը կամ վերացումը, դա այդ էներգակիրների մատակարարման մեջ ֆյուչերսային մանավանդրա ֆինանսական պայմանագրային հիմքի վրա լրջագույն ազդեցություն է թողում։ Հիմա վերադառնանք այդ ամերիկյան եւ իրանական, իսրայելական եւ իրանական բախմանը։ Արդեն գաղտնիք չէ, որ պատերազմները չի մղվում նրա համար, որպեսզի քաղաքական վերնախավ փոխեն Իրանում։ Քաղաքական վերնախավը այսպես թե այնպես կարելի ասել փոխված է, որովհետև նոր ղեկավարը հոգևոր որ ընտրվել է, հավանաբար չունենալու քաղաքական այն կշիռը, գոնե երկար ժամանակ, եւ բացի այդ նա հոգևոր ծառայության աստիճանով բավականին զիջում էր կոնկրետ իր հորը։ Այսինքն ամերիկական եւ իսրայելական կողմը սա կատարում են հիմնականում տնտեսական զավթողական քաղաքականություն։ Դա իմպերիալիստական քաղաքականություն է, իմպերիալիստական քաղաքականությունը դա խոշորագույն այդ ռազմաարդյունաբերական կոմպլեքսների կամ ընդհանրապես ամերիկական իստեբլիշմենտի ղեկավարները, որոնք որ կան թաքնված են, մենք նրանց չենք ճանաչում։ Զանազան Էփշտեյներն են էլի դրանք։ Սրանք իմպերիալիստական քաղաքականություն իրականացնում, այդ իմպերիալիստական քաղաքականություն ուղղված նա, որպեսզի ցանկացած հումքային ռեսուրս ունեցող կամ վաճառական, այսինքն նկատմամբ սպառողական մեծ ծավալանցող երկրների վրա նրանք փորձում են հաստատել իրենց գերիշխանությունը, փորձում են նրանցից էներգակիրները զավթել, փորձում են նրանցից զավթել այդ թանկարժեք հազվագյուտ մետաղների հանքավայրերն, փորձում դրանք զավթել, փորձում են ընդհանրապես կոնցեսիոն բոլոր ենթակառուցվածքների երկրներում զավթել, պարզապես իմպերիալիզմ է։ Ես կարծում եմ հայկական թեմայով էներգակիրների աճ լինելու երևի գոնե մի 15-20 օրից, որովհետև Հայաստանի էներգակիրները եւ գազը եւ բենզինը գալիս են Բուլղարիայից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից։ Այդ իմաստով մեր լոգիստիկ կապերի վրա վտանգ չկա, պատերազմը հարավում են ընթանում, եւ պետք է պարզապես սպասենք այս պատերազմը գոնե մտնի թույլատվման փուլ եւ ինչ որ բանակցություններ սկսեն, մենք ոչինչ չենք կարող այդ պատերազմի ելքի վրա ազդել, ընդհանրապես հետևանքների հետ կապված կարող ենք որոշակի աշխատանքների ակնկալել, որոնք կարծում եմ կտեսնենք կամ չենք տեսնի։